Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Սա ձախողված կառավարում է, ընդ որում այդ ձախողվածության մեջ կա խիստ վտանգավոր մի բաղադրիչ, որից անգամ մտովի փորձում ենք խուսափել։ Շատ հաճախ մեզ թվում է, որ սա պայմանավորված ձախողում է, դավադրություն, այսինքն հատուկ փայփայված եւ երկար մշակված տապալումների շարք։ Երբ նայում ես սրանց քայլերի հաջորդականությանը, ինչպես են իրենք փորձում բացատրել կամ արդարացնել իրենց քաղաքական, բայց բնավ ոչ պետական այդ քայլերը։ 3 գործոն կա։ Առաջինը պոպուլիզմն է, երբ մարդն անում է այն քայլերը, որոնք վնաս են պետությանը, բայց օգուտ են իր անձին, փառքին եւ հռչակին։ Երկրորդը սեփական անձնական շահն է, երբ քանդում ես մի բան, մեկ այլ բան կառուցում եւ դրանից փող ունես։ Երրորդն ուղղակի պրոֆեսիոնալիզմի պակասն է, երբ տեսնում ես երկարաժամկետ արդյունքները եւ շտկում։ Երբ կա նախորոք մտածված ծրագիր, որն իհարկե դու չես մտածել, դու ընդամենը դրա հատվածն ես, դու անում ես քայլեր, որոնք քեզ ձեռնտու չեն։ Մանր քայլեր է հիշենք, Շուշին դժբախտ եւ դժգույն անվանելը։ Արարատ Միրզոյանի ելույթից առաջ ասել է, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։ Դասագրքերում, հատկապես պատմության, տեղ գտնող նյութերը, զինանշանի հիմնի դետալների փոփոխությունները, որոնք բացարձակ հարստացման աղբյուր չեն եւ որևէ կերպ չեն ավելացնում մարդու վարկանիշը։ Եթե մարդն այնուամենայնիվ գտնվում է հեղեղուկ վիճակում, պարտված պատերազմ, վատ տնտեսական վիճակ, ամենուրեք ահագնացող վտանգներ, այդ ժամանակ մարդը չի օգտագործում այդ բառամթերքը, ոչ էլ անում է այդ միջոցառումները, մի պարզ պատճառով, դրա ժամանակը չէ, եւ դա գցում է գործչի վարկանիշը։ Քաղաքական գործիչը չի աշխատում իր պոպուլիզմի համար, գոնե այդ բնագավառում չի աշխատում իր հարստացման համար։ Այդ տիպի երևույթներում անմիջական հարստացման ճանապարհ չկա։ Եթե մենք մտցնում ենք դա ընդհանուր շղթայի մեջ, հասկանում ենք, որ դա պարտադրված, պլանավորված ծրագրի մաս է։ Դա այն հարստացումը չէ, որը սիրում է շահարկել ներկայիս իշխանությունը։ Գրփեցին, լափեցին, թափեցին։ Երբ մարդը գրփում, լափում, թափում է մի բան, այդ ճանապարհը բացահայտ է, օրինակ գներն է սահմանում կամ բարձրացնում, շենք է կառուցում, մոնոպոլիա է վերցնում։ Դա շատ վատ բան է, քանի որ կոռուպցիան պետությունը քայքայող տարրերից մեկն է, բայց դա բացահայտ է։ Իսկ երբ արվում են այդպիսի քիչ որսալի, անհասկանալի քայլեր, որոնք ուղիղ գցում են տվյալ քաղաքական գործչի վարկանիշը, հասկանում ենք, որ նա կամ շանտաժի տակ է, կամ անմիջական հարստացման ակնկալիք ունի։ Երրորդ տարբերակ չկա, որն է իմաստը։ Ըստ էության էպոխա է ավարտվել կամ ավարտվում, եւ այդ էպոխան իր հետ տանում է նաեւ շատ արժեհամակարգային դրույթներ, որոնք այլևս նոր էպոխայում կարծես թե չեն լինելու արժեհամակարգի մեջ։ Դա Արցախյան շարժումն է, դա պատմությունն է, դա հերոսներն են, դա իրական ինքնիշխանությունն է եւ այլն։ Դրանք արդեն դարձել են կարծես թե անցյալի ինչ որ հուշեր, վերհուշեր, նոստալգիկ ինչ որ դրսևորումներ եւ նոր էպոխայում որևէ կերպ իրենց տեղը չեն կարողանում գտնել։ Երբ պետությունը անմիջական վտանգների առաջ է կանգնած, պետք է փորձես գոնե լուռ լուծել այդ վտանգները։ Մեր բոլոր նախկին ղեկավարները, լինի դա Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, երբ պետությանն անմիջական վտանգ էր սպառնում, անցնում էին խորհրդատակ եւ փորձում էին հնարավորինս քիչ հայտարարություններ ու շատ քայլեր անել, ամեն մեկը յուրովի։ Պոպուլիզմով չէին զբաղվում, ինչ է նշանակում ինքնիշխանության գաղափարը։ Արևմտյան արժեքների հանդեպ մղվող պատերազմն առաջին հերթին մտահոգում է արևմուտքի պայծառ գլուխներին։ Արևմուտքի իրական արժեքը նախ եւ առաջ խոսքի ազատությունն է։ Բոլորն ասում են ժողովրդավարություն, բայց դա չի նշանակում տգետների տիրապետություն, թեև այն փորձ է արվում այդպես էլ ներկայացնելու։ Երբ ասում են 3 միլիոն վարչապետ կգան եւ կիշխեն, նրանց պետք է առաջարկել, որ այդ նվիրյալները գան եւ վիրահատություն անեն, ինչպես պետական կառավարում են անում։ Իրական արևմտյան արժեքը խոսքի ազատությունն է, նույնիսկ ի վնաս քեզ։ Գործող քաղաքական ռեժիմը եւ նրա պարագլխի ռեյտինգները ընկնում են եւ հարկավոր է ցույց տալ իմիտացիան, որ իբր թե իրենք ինչ որ գործ են անում, չգիտեմ, այսպես կոչած իրաց թալանը հետ բերելու գործընթացի մեջ են, սա շարունակական է եւ այլն եւ այլն։ Այլ բան է, որ սա այլևս չի աշխատում իրենց օգտին, այսինքն այս թալանը հետ բերելու գործընթացը հիմա վերածվել է որոշակի ծաղրի։
Պատկերացնենք, մենք ունենք 3 սենյականոց բնակարան, ուր սկսել են ներխուժել այլանձին քարևանները։ Ընտանիքի հայրը մի ձեղնահարկ է ընտրում, տանեցիներին հավաքում այդ ձեղնահարկում եւ ինտենսիվորեն քարոզում, որ իրենք այդտեղ ինքնիշխան են ապրում։ Ոչինչ որ քո խոհանոցում ուրիշներն են եփում թափում, բաղնիկն ու զուգարանը աղտոտել են։ Կարևորը մենք ձեղնահարկում ինքնիշխան ենք։ Ցանկացած տանեցի այդ դեպքում կասի եւ պարտավոր է ասել. այդ ինչ ես խոսում, ընտանիքի հայր։ Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։